Արայնի եթերում մեր եւ երկրի օրակարգն է, բարև ձեզ։ Բարի երեկո, նախ մի քանի տողով այն մասին, թե ինչ թեմաներ են դեր գտել այսօրվա օրակարգում։ Ազնավուրը Ազնավուրի մասին ինտերակտիվ թանգարան միակ աշխարհում, ուր պատմողը պատմության հերոսն է։ Նախագահ Սարգսյան Երևանում թանգարանի խորհրդանշական բանալին հանձնել է տանտիրոջը։ Բանակից գումարով ազատվելու ժամկետը երկարեցվել է մի վերջին անգամ, զինվորական պարտքը փողով մարելուն դեմ է պաշտպանության նախարարը։ 5 միլիոն լիտր անցած տարվա գնով էժան դիզվառելիքը մի ցանկ ուշացած, բայց կհասնի գյուղացուն։ Սնունդ ու բենզին վաճառողները աղբի հետ հաշտ են ապրում, մայրուղիների վրա կիլոմետրեր կտրես աղբաման չկա, մաքուր Հայաստանի վիճակագրությունը։ 3%-ով վարկ կաթիլային ոռոգմամբ հող մշակելու համար, պետության արտոնությամբ ամենաէժան վարկային առաջարկը ֆերմերներին։ Լապշենյան սյուժե այլ զոհ, Բաքվի դատարանը առևանգված լրագրողին 3 ամսով կալանավորելու վճիռ է կայացրել, Թբիլիսիում բողոքի ցույցերը չեն խաղաղվում։ ԵԽԽՎ-ում ձայն և զեկույց գնելու փաստեր, հրապարակումներ նորաբաց կայքում, Բաքվի խավիարային դիվանագիտության հին ու նոր մանրամասները մեկ հպումով։ Թուրքական ռազմական ուղղաթիռը բարձրաբոլտ լարերի թակարդում, ավիա աղետ զոհվել է 13 զինվորական։ Եվ մանկության տոն Երևանում երեխաների պաշտպանության օրը կավճանկար երազանքներով։ Եվ այսպես շանսոնի լեգենդն այսօր Երևանում իր տուն թանգարանի խորհրդանշական բանալին է ստացել պետության ղեկավարից։ Այդ շենքում գործելու է Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի դրվագներն անձամբ է պատմում։ Ազնավուրը Երևանյան թանգարանին կնվիրաբերի իր բոլոր պարգևները, այն ամենը, ինչ կազմում է իր արվեստի ժառանգությունը։ Այդ ժառանգության, պահպանության և հանրայնացման հարցերով, նաև կրթամշակութային ծրագրերով կզբաղվի Ազնավուր հիմնադրամը։ Ազնավուրի ձայնով երգող խորհրդանշական բանալին կբացի Երևանյան նոր ինտերակտիվ մշակութային կենտրոնի դռները։ Ազնավուր ընտանիքի նախաձեռնության շնորհիվ շանսոնիեի թանգարանը կվերածվի հզոր տեխնոլոգիական ու մուլտիմեդիա ռեսուրսով կենտրոնի, որի հերոսն անձամբ պատմում է իր կյանքի պատմությունը։ Ազնավուրն ինքն է գրել ու ձայնագրել բոլոր տեքստերը։ Հանրապետության նախագահի եւ Ազնավուրի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսությամբ Ազնավուր հիմնադրամը հայտարարում է նախագծի մեկնարկի մասին։ Խորհրդանշական բանալին մետրին է հանձնում նախագահ Սարգսյանը։ Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ ջերմ միջավայրում, Շարլ Ազնավուրի տուն թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ միայն Երևանին, այլ մեր ողջ հասարակությանը։ Երևանը հարուստ է տեսարժան վայրերով, պատմամշակութային վայրերով, մշակույթի օջախներով, բայց այս տուն թանգարանը հարստացնում է Երևանը, նոր լիցք է հաղորդում մեր մշակութային կյանքին։ Արդեն 30 տարի Ազնավուրի բարեսիրական գործունեության արդյունքում Հայաստանում հաջողությամբ իրականացվում են տասնյակ սոցիալական և հումանիտար ծրագրեր։ Ժամանակն է համախմբել Հայաստան-Սփյուռք ջանքերն ի շահ ազգային մշակույթի վերելքի, նշում է շանսոնյեն, երախտիկ է խոսքերն ուղղելով նախագծի աջակիցներին։ Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ, տեսնելով Հայաստանում իրագործված կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերակառուցումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Սարգսյանին իր թիմի հետ, մշակույթի և արտգործնախարարներին, Idea հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Ես արևմտյան Հայաստանից եմ, բայց այս Հայաստանը միշտ իմ սրտում է, եւ որքան մեզ ճնշել են, մեր սրտի մեծությունը դրանից չի փոխվել։ Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարդը իր երազանքներն իրականացնի հայրենիքում, հարազատներով շրջապատված։ Առավելագույնը 1.5 տարի եւ Ազնավուր մշակութային կենտրոնն իր մեծ ձգողականությամբ աշխարհի բոլոր ծայրերից այստեղ կբերի ոչ միայն հայերին, այլև կդառնա մշակութային զբոսաշրջության առաջատարը, մշակույթի նախարարի համոզմունքն է։ Կարծում եմ տարուց ավել պետք է աշխատանքները իրականանա, մեծ ցանկության, մեծ ջանքերի գնով, եթե կարողանանք հասցնել ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին արդեն պատրաստ լինելու համար եւ ներկայացնելու նաեւ ֆրանկոֆոնիայի ծրագրով Հայաստան այցելած
մասնակիցների։ Հանուն Ազնավուր հիմնադրամի, իսկ հիմա նաև Երևանյան կենտրոնի Նիկոլա Ազնավուրը թողել է գիտնականի իր կարիերան ու ամբողջությամբ նվիրվել հիմնադրամի գործերին։ Վերջերս շանսոնյան կարևոր որոշում է կայացրել ու թանգարանին նվիրել անձնական արխիվի մի մասը։ Իր առաջին դաշնամուրը, բոլոր մրցանակներն ու ոսկե սկավառակները, Էդիթ Պիաֆի, Ֆրենք Սինատրայի նամակների բնագրերը։ Հիմնադրամի տնօրեն Քրիստինա Սարգսյանը փաստում է, ցուցադրության հետ կապված մանրուքներն անգամ համաձայնեցվում են մետրի հետ եւ հավաքչական աշխատանքը շարունակվում է։ Чтобы построить этот музей, мы ведем огромную работу. Թանգարանի ստեղծման ուղղությամբ հսկայածավալ աշխատանք ենք կատարում, փնտրել գտել ենք 60-70-ականների բացառիկ արխիվային նյութեր, երբ նա парքի գագաթնակետում էր, նա միշտ նույնն է եղել։ Այսօր նա բացառիկներից է, որ 93 տարեկանում բեմ է բարձրանում, բայց երիտասարդության տարիներին էլ նա արել է այն, ինչը ոչ ոք չէր կարող անել։ Ցուցադրության հատուկ բաժին կնվիրվի կինոդերասան Ազնավուրին։ 80-ից ավելի դերեր ֆրանսիական կինոյում, այդ թվում նաև Տրուֆոյի Վերնոյի ֆիլմերում, որոնցով ամբողջանում է Ազնավուրի ֆենոմենը։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Շարլ Ազնավուրը 3 ճոպանուղով ուղևորվել է Տաթևի վանական համալիր վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվել է նրա որդու Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը ձեռամբ վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանի։ Անցնենք այլ թեմաների, պետությունը կսուբսիդավորի գյուղացու դիզվառելիքը, գործադիրը նաև 1 տարով երկարաձգել է որոշումը, որով պետական վճարով քրեական հետապնդումից ազատվում են զորակոչից խուսափած եւ 27 տարեկան դարձած տղաները։ Կառավարությունը հաստատել է 31 համայնքի խոշորացման ծրագիրը, որոշել առաջիկա շաբաթ օրերին խորհրդակցությունների մեկնել մարզեր տեղերում քննարկելու երկրի որ անկյունը ինչպես կարելի է զարգացնել։ Նոր դեմք չկա, միայն Դավիթ Հարությունյանն է տեղափոխել։ Աշխատակազմի ղեկավարի աչ առաջին աթոռից գնացել է ձախ 5-րդ, ուր արդարադատության նախարարն է նստում։ Մնացած բոլորն իրենց համակարգիչների առաջ են։ Ամբողջությամբ վերանշանակված կառավարությունն ամռան առաջին նիստում շտապեց լրացնել գարնանից հետաձգածը։ Գումար հատկացրին անցած տարվա նույն գնով գյուղացուն 5 միլիոն լիտր մատչելի դիզվառելիք մատակարարելու համար։ Մենք ուշացրել ենք այս հարցը, պարոն Լուկ։ Իրականում այո, գարնանացան գործի աշխատանքներին ուշացրել ենք։ Դե լավ չենք արել էլի։ Լավ չենք արել ուրեմն։ Ամռան արձակուրդներին ընթരാճ մեկ շաբաթում պատրաստ լինի բնակչությունն ու տուրիստը երկրի որ բնակավայրում զբոսայգու համերգից մինչև բացօթյա կինոդիտում ինչ ժամանց կարող են ունենալ, հանձնարարեց վարչապետը։ Անցավ տնտեսական պահանջներին։ Ապրանքի որակ ստուգող լաբորատորիաներում խայտառակ պատկեր է, որոշները փակման ենթակա են։ Նախարար Կարայանին վարչապետ Կարապետյանն ասաց՝ ուշադիր եղեք, չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա։ Կոռուպցիոն խաղեր չլինեն, երկրին արդար աշխատող նորմալ փորձագիտական կենտրոններ են պետք։ Մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևէ այլ երկրում դա մեր վարկանիշը չի գցում։ Ստեղ վտանգ կա։ Գործադիրը կարգազանց բիզնեսին հիշեց Մաքուր Հայաստանի վիճակագրությունն ամփոփելիս։ Շաբաթօրյակին պարզել են խանութ, լցակայան 750 տնտեսվարող կա, աղբահանություն առհասարակ չի իրականացնում։ Ոստիկանը վարորդ ուղևորին նախատում է փնթիության համար, արդարանում են, թե մայրուղիների վրա կիլոմետրեր կտրես, աղբաման չկա, ցույց տվեք, այնտեղ թափենք։ Ուր են նայում մարզպետները։ Ըստ նորմատիվի գազալցակայանը, սննդի օբյեկտը եւ բոլոր հասարակական օբյեկտներին նախատեսված էր, որ պետք է ունենան համապատասխան որակի զուգարաններ, աղբամաններ եւ այլն։ Քննարկման մտահոգությունը փոխվեց, երբ Սփյուռքի փոխնախարարը զեկուցեց 1 տարով են երկարաձգում այն որոշումը, որը թույլ է տալիս դրսում, օրինակ Ռուսաստանում ապրող 27 տարին լրացած, բայց զինծառայությունից խուսափած հայ երիտասարդը կարողանա Հայաստան գալ, փող վճարել, ազատվել բանակից։ Դրանով տղաների վերադարձը չի խթանվում, այլ արտահոսքը։ Գնում են փող աշխատում, գալիս օրինականացնում չծառայելը, առարկեց պաշտպանության նախարարը։ Սա մշտապես շարունակել չի կարելի, պետք է դադարեցնել հաջորդ տարվանից։ Այն, որ բանակից խուսափածների վճարումներով բյուջե կմտնի մոտ 2-3 միլիարդ դրամ, ոչ մեկին չհետաքրքրեց։ Շարքայինների դեպքում, եթե քրեական պատիժը գումարով փոխարինելը դեռ հասկանալի է, ծառայությունից պահեստազորի սպաների մտադրված խուսափելն ուղղակի աններելի է, շեշտեց գլխավոր դատախազը։ Պահեստազորի սպաների պարագայում նրանք ուղղակի գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում են եւ
Գումարներ վճարելով ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այսինքն նպաստում են, որպեսզի խուսափեն։ Պայմանավորվեցին փաթեթի սողանցքները կփակեն, նոր ազգային ժողով կուղարկեն։ Հրատապ մի շարք նախագծերի հետ այն ընդգրկված է խորհրդարանի արտահերթում։ Հունիսի 8-ից բացի գործադիր նորենսդրին առաջարկեց մինիստ ամսի 7-ին գումարել, որ падգամավորներն աշխատանքի գրաֆիկից չտրտնջան, նախարարներն էլ ամեն շաբաթ մարզեր կգործուղվեն կառավարության մինի-նիստերի։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Չարաշահումներ, կրթության, առողջապահության, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում։ Բացահայտումներն արել է Վերահսկիչ պալատը, հրապարակելով 2016 թվականի գործունեության հաշվետվությունը։ 21 միլիոն դրամից ավելի չհիմնավորված ծախս կրթության և գիտության նախարարությունում։ Խախտումների առյուծի բաժինը կրթական ծրագրերի կենտրոնում է։ Վարկային միջոցների ծախսերի նախատեսումը գնումների պլան հաշվարկներով հիմնավորված չէ, նախատեսումների, հատկացումների և փաստացի վճարների միջև առկա են էական շեղումներ։ Սոցիալական փաթեթի շահառուներին լիարժեք չեն սպասարկել, բուժօգնություն ստացել են ուշացումներով, հերթագրումների պատճառով։ Հանգստի ապահովման ծրագրով զբոսաշրջային օպերատորները լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ պայմանագրային պարտավորությունները, պետբյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով։ Զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրում է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դառնում է ոչ բավարար թափանցիկ և վերահսկելի։ Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել բժշկական 4 հաստատությունների աշխատանքում, արտասահմանյան դրամաշնորհների արդյունավետ ծախսման մասով։ Վերահսկիչ պալատը առաջարկում է հետևել, որ նախահաշիվները կազմեն շուկայական գներով, շինարարությունը կատարվի քաղաքաշինական նորմերին համապատասխան։ Վերահսկիչ պալատի դիտակետում են հայտնվել նաև Սփյուռքի նախարարությունը, անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, ջրային տնտեսությունը, Լոռու և Տավուշի մի քանի համայնք։ Աննա Բալյան, օրակարգ։ Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել խաղաղասիրության գլոբալ ինդեքսում, որն այսօր հրապարակվել է Լոնդոնում։ Ըստ Armen Press-ի տնտեսության և խաղաղության ինստիտուտը վերլուծել է 163 երկրի իրադրությունը և մեր հարևան Ադրբեջանին զետեղել 132-րդ տեղում, Հայաստանից 20 կետով ետ։ Խաղաղասեր երկրների ցանկը արդեն 9-րդ անգամ գլխավորում է Իսլանդիան, նրան հաջորդում են Նոր Զելանդիան և առաջին անգամ 3-րդ տեղում Պորտուգալիան է։ Ցուցակը երկրորդ տարին անընդմեջ եզրափակում է Սիրիան, որին նախորդում են Աֆղանստանն ու Իրաքը։ Գիշերը հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիսը, համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով վնասվել է 2 տուն, մեկի տանիքը, մյուսի ջրհորդանը։ Տուժածներ բարեբախտաբար չկան, գյուղապետը օրակարգին ասել է, որ իրավիճակը հիմա հանդարտ է։ Երևանում Ստեփանակերտի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ասել է, որ Արցախյան կարգավորման հարցը լուսաբանելիս պետք չէ հիմնվել զուտ ենթադրությունների վրա, լրագրողական համայնքը պետք է ավելի պատասխանատու լինի։ Իսագուլյանի խոսքով չի կարելի առանց որևէ հիմքի լուրեր տարածել, թե ինչ որ հողեր են հանձնում, նման բաները բացասաբար են ազդում արցախցիների վրա։ Բանակցությունները թող ընթանան, բայց հավատացեք, որևէ մեկը ոչ Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս ոչ էլ Արցախ աշխարհում չի պատրաստվում որևէ մեկին որևէ բան զիջել։ Բաքվի դատարանը լրագրող Աֆղան Մուխթարլիին 3 ամսով կալանավորման որոշում է կայացրել, նրան նոր մեղադրանք է ներկայացվել սահմանապահին դիմադրություն ցույց տալու համար։ Լրագրողը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ իրեն ձերբակալողները կրել են Վրաստանի ոստիկանության համազգեստ։ Մուխթարլիի կինը օրակարգի հետ բացառիկ հարցազրույցում նույնպես ասել է, որ կասկածում է վրացի ուժայիններին։ Օրը ցերեկով լրագրողին առևանգել են, աչքերը փակ նստեցրել մեքենան, տարել Ադրբեջան։ Հետո ադրբեջանական սցենարով մեքենայի մեջ մի քանի հազար եվրո են գցել ու կալանավորել մեծ չափի փող տեղափոխելու ու սահմանն ապօրինի հատելու համար։ Թբիլիսիի կենտրոնում լրագրողներն ու իրավապաշտպանները պարզաբանում են պահանջում Վրաստանի ուժային կառույցներից։ Կնոջ ձեռքին լրագրողի տանը թողած անձնագիրն է։ Մենք մեր կյանքում այդքան փող չենք տեսել, կամ երկու երկրների ուժային կառույցները գործակցել են իրար հետ, կամ նրան տարել են դիվանագիտական մեքենայով, առանց անձնագրի սահման անցնելու ուրիշ տարբերակ չկա։ Պաշտոնական Թբիլիսին հերքում է մայիսի 29-ի միջադեպին իր մասնակցությունը եւ մանրամասն հետաքննություն խոստանում։ Կոչ եմ անում մինչև քննության ավարտը զերծ մնալ վաղաժամ մեկնաբանություններից։ Եթե մենք նպաստենք պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազմանը, շատ դժվար կլինի ապահովել երկրի անվտանգությունը։
Մուխտարլին փաստաբանին պատմել է, որ Թբիլիսիում իրեն առևանգել են վրացերեն խոսող մարդիկ։ Սա անթույլատրելի է, մանկական սցենար է, եթե մենք ուզում ենք ժողովրդավար երկիր լինել, պարտավոր ենք հետևել խաղի կանոններին։ Սա մեր եղինակությանը լուրջ հարված կհասցնի։ Կարծում եմ, որ համարժեք պատասխանն անհրաժեշտություն է։ Ցուցարարները պահանջում են Վրաստանի ազգային անվտանգության նախարարի հրաժարականը։ Նրանք համոզված են, անկախ հանգամանքից Վրաստանը մասնակից է լրագրողի առևանգմանը, թե ոչ, երկիրը պատասխանատու է մարդու իրավունքների ոտնահարման համար, եթե չեն էլ կազմակերպել, առնվազն չեն կանխել։ Աֆղան Մուխտարլին հետաքննել է մեր նախագահի կոռուպցիոն գործունեությունը, նրա միլիարդներն ու ապօրինի բիզնեսները։ Ադրբեջանական կառավարությունը հանցավոր համաձայնության գալով Վրաստանի իշխանության հետ օրը ցերեկով առևանգել է լրագրողին։ Մուխտարլին դեպքից 2 օր առաջ ունեցած հարցազրույցում չի բացառել, որ իրեն կսպանեն, հետո ժամը 5-ին հաց է գնել ու տուն գնացել։ Սոնա Աղբալյան, Գիվի Փերքրիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։ Ցնցված եմ այն ամենով, ինչ կատարվում է Մուխտարլիի հետ, հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ Նիլս Մուժնիեքսը նշել է, որ Մուխտարլիի փաստաբանը հաստատել է, որ առևանգողները նրա գրպանը գումար են գցել եւ դաժան վերաբերմունք ցուցաբերել։ Մեջբերում եմ։ Սրանք շատ լուրջ պնդումներ են, որոնք պահանջում են Վրաստանի իշխանությունների առավելագույն ուշադրությունն ու հրատապ արձագանքը, որը պետք է իրականացվի արդյունավետ, արագ ու անկախ հետաքննություն։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Մուխտարլիին եւ ապահովեն նրա իրավունքները, ներառյալ պաշտպանությունը խոշտանգումներից։ Մեջբերման ավարտը։ Նոր մերկացումներ, նոր տեսաուղերձով Հայաստանում քրեական հանցանքների մեղադրանքով հետախուզվող ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանը, որ նորերս գժտվել էր Բաքվի իր տերերի հետ, մատնել է նրանցից մի քանիսին, ասելով, որ ադրբեջանական քաղաքասարակության թիկունքում կանգնած են նախագահի աշխատակազմի եւ պետանվտանգության ծառայության հայտնի դեմքեր՝ Անար Զեյնալովը, Ֆարիդ Մամեդովը եւ այլք։ Այսպես կոչված Բաքվի պլատֆորմում հայեր հավաքագրելու համար նրանք դիմել են կեղծիքների Մարտիրոսյանը խոսել է ռուսաց լեզվով ակնհայտորեն ադրբեջանական լսարանի համար։ Например, широко разрекламированная азербайджанскими СМИ, якобы проживающая в США Анна Синанян. Օրինակ ադրբեջանական ԶԼՄ-ներով լայնորեն գովազդված իբր Միացյալ Նահանգներում ապրող Աննա Սինանյանը այդպիսի մարդ գոյություն չունի։ Նրա փոխարեն ներկայացրել են Հաքին Ազի գլխավոր խմբագրի մտերիմ ընկերոջ դստերը Ալյոնա Աբդուլաևային, էթնիկ ադրբեջանուհու, Ոմն Արամ Կարապետյանը, որը իբր միացել էր պլատֆորմին, էթնիկ ուկրաինացի է, Օդեսայի մարզում ապրող Եվգենի Ռոգաչկոն, որը հետո հերքեց իր մասնակցությունն այդ process-ին։ Евгений Рогачко, который впоследствии, кстати, опроверг свое причастие к данному процессу. Խավիարային դիվանագիտություն, սա այսուհետև նաև կայքի անուն է, որտեղ կարելի է ծավալուն տեղեկություններ գտնել Բաքվի հետ կեղտոտ գործարքի մեջ մտած խավիարացեր բոլոր պաշտոնյաների, այդ թվում եւ ԵԽԽՎ անդամների կոռուպցիոն սկանդալի մասին։ Կայքի շնորհանդեսն այսօր էր նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ։ Գործարկված մեկ այլ կայքում էր կարելի է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանում հայատյացություն սերմանում նույնիսկ մանուկների մեջ։ 1 կիլոգրամ սև խավիարը Ստրասբուրգում մինչև 1400 եվրո արժեց։ Ձկնկիթը Բաքվում վեհաժողով է հասցնում տարվա ընթացքում 4 անգամ յուրաքանչյուր նստաշրջանին։ Ադրբեջանական ձկնկիթային մարտավարության մասին համապարփակ տեղեկություններ այժմ կարելի է ստանալ xavierdiplomacy.net կայքում։ Այստեղ եղած տեղեկությունները նախագծի հեղինակները տպագիրել են ժողովել։ Կայքի առանցքում են իհարկե նաև Եվրոպական կայունության նախաձեռնության հրապարակած զեկույցները, որոնցից էլ պայթեց խավիարային սկանդալը։ Հավաքել ենք դոսիեներ բոլոր այն անձանց մասին, որոնց անունը այս կամ այն ձևով շոշափվել է խավիարային դիվանագիտության շրջանակներում։ Եվ գլխագրերում իհարկե հայտնիներն են ԵԺԿ խմբի նույնիսկ պատվավոր նախագահ եղած իտալացի Լուկա Վոլոնտե, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահ, նաև ադրբեջանական սոկարը ներկայացնող ու իբր գիտությամբ զբաղվող Բրենդա Շաֆեր, մոլդովացի Աուրելիա Գրեգորիու, բոսնիացի Միլիցա Մարկովիչ։ Խավիարի հլուծարաների շարքը կայքում իհարկե շարունակելի է, ներկայացվում են նաև ոլորտները, որոնցում ադրբեջանական լոբիստներն ամենաակտիվն են, պարզվում է օրենքի դաշտում աշխատողներին են նախընտրում։ Հիմնականում աշխատում են դեպուտատների հետ, շատ ավելի քիչ գործադիր մարմինների կամ բիզնես ոլորտի։ Նախագծի հեղինակները հանրայնացրել են նաև ադրբեջանցիների հակահայկական ձեռագիրը, որն ավելի լկտի դարձնելու ճանապարհին չեն խնայում նույնիսկ երեխաներին։ Azerichild.info Այս կայքում են հայ հեղինակները ցույց տալիս, թե ինչ է անում Աբշերոնի Փադիշահի քաղաքականությունը երեխաների հոգեբանության հետ։ Տեղ են գտել ադրբեջանական հեքիաթներ, մանկական թեմատիկայով նյութեր, որտեղ հիմնական
բացասական հերոսի դերում միշտ հայերն են հանդես գալիս։ Իլյուստրացիաները ժուրնալի ադրբեջանցի երեխաների, դպրոցականների նկարներն են, որոնք ադրբեջանական մամուլում հրապարակվում են տարեց տարի, տարատեսակ մրցանակներ են ստանում այս արունալի նկարների հեղինակ երեխաները դպրոցական։ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԵԽԽՎ հանձնաժողովի արտագնանիստն է հենց Ադրբեջանում եւ պատվիրակները հայ փորձագետներից ստացել են այս բոլոր նյութերը։ Այս օրերին է ՎՀԺ-ում ձևավորվել հակակոռուպցիոն հետաքննիչ խումբը եւ հայ հեղինակները համարում են, որ այս խումբն էլ իրեն հետաքրքրող նյութեր կգտնի այստեղ։ Սիրանուշ Մուրադյան, օրակարգ։ Տեղափոխվենք Ֆրանսիա, այդ երկրի ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Ֆրանսիայի 4 գործիչ, բոլորն էլ նախագահ Էմանուել Մակրոնի առաջ հանրապետություն կուսակցությունից են։ Նրանցից Ժակ Մարիլոսյանը օրակարգի հետ զրույցում ասել է, որ խորհրդարանում աշխատելու է հայ-ֆրանսիական բարեկամությունը ամրապնդելու ուղղությամբ։ Ժամանակակից ազատ գաղափարներ ու սոցիալական արդարություն։ Էմանուել Մակրոնի հեղափոխություն գիրքը կարդալուց հետո գործարար Ժակ Մարիլոսյանը որոշել է մասնակցել Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին։ Էմանուել Մակրոնի դիրքորոշումները համապատասխանում են 21-րդ դարի մարտահրավերներին կուսակցության ստեղծման օրից, անդամագրվել եմ եւ մասնակցել շարժման գործունեությանը։ Առաջ հանրապետություն շարժմանը միացել են նաև տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ քաղաքացիական հասարակությունից, ասում է պատգամավորի թեկնածուն, վստահ է նոր խորհրդարանում իրենք անելիք ու ասելիք կունենան։ Ես 10 տարի աշխատել եմ Oracle կազմակերպությունում, կարծում եմ, որ ազգային ժողովում կզբաղվեմ էներգատրանսպորտային եւ բնապահպանական հարցերով։ Ժակ Մարիլոսյանը դեռևս անձամբ չի ճանաչում մյուս 3 հայ տեխնացուներին, բայց մեծ հույս ունի նրանց հետ միասին հայտնվել ֆրանսիական օրենսդիրում ու նպաստել հայոց ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ստեղծմանը, ասում է լավ գիտի դրա արժեքը։ Մարիլոսյանը վերապրածների 3-րդ սերնդից է։ Տաթևիկ Նալբանդյան, Հասմիկ Առաքելյան, Մարիամ Տեր-Գուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, օրակարգ, Փարիզ, Երևան։ Անկախ հանգամանքից թե քանի հայ տեխնացու կհաղթահարի խորհրդարանական մրցավազքը, հայ-ֆրանսիական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել, դեսպան Շարպանտիեն այդ բարեկամությունը համեմատել է գինու հետ, որքան հնանում, այնքան արժևորվում է։ Նոր նախագահ ու նոր կառավարություն, հիմա հերթը նոր խորհրդարանինն է։ Հունիսի 18-ին Ֆրանսիայի քաղաքական կտավի գույները կամբողջանան, առաջադրված է պատգամավորի 4 հայ տեխնացու, 4-ն էլ Մակրոնի կուսակցությունից։ Դա նորություն չէ, ֆրանսիական քաղաքականության մեջ միշտ էլ հայեր եղել են։ Պետք է նշեմ, ներկայիս ազգային ժողովում հայ-ֆրանսիական բարեկամության խումբը մեծությամբ երկրորդն է։ Երիտասարդ նախագահը իր հետ նոր շունչ կբերի, բայց դեսպանի համոզմամբ արտաքին հարաբերությունների վրա արմատական ազդեցություն չի ունենա։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է քաղաքական կոնսենսուսի հիման վրա, հետևաբար այդքան էլ մեծ փոփոխությունների չի ենթարկվի։ Մեր նպատակն է արդիականացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Երկու երկրների միջև հարաբերությունները վաղեմի են ու գինու նման, ինչքան հնանում, այնքան արժևորվում են։ Ֆրանսիան առաջինն է ուզում, որ նոյեմբերին Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վերջապես վավերացվի։ Հասմիկ Առաքելյան, Տիգրան Բաբայան, օրակարգ։ Մի քանի լուր միջազգային օրակարգից վերջին 2 օրը իսլամական պետություն խմբավորման Սիրիայում հաստատված թևը ենթարկվում է կրկնակի հարձակման։ Ռուսական օդուժի թիրախում են Ռաքայից Պալմիրա թափանցել փորձող գրոհայինները, ոչնչացվել է աբեկչական խմբավորման 80 զինյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները հոմս եւ համաշրջաններ գրոհայինների ներթափանցումը կանխելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան էլ նշանառության տակ է վերցրել Սիրիայի հյուսիսարևելյան Դեր Զոր նահանգը։ Ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է աբեկչական խմբավորման ԱՄԱԿ լրատվական գործակալության հիմնադիրը։ Թուրքիայի Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով զոհվել է 13 զինծառայող, ըստ թուրքական լրատվամիջոցների ուղղաթիռի վթարը տեղի ունեցել թռիչքից 3 րոպե անց, այն հարվածել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերին։ Թուրք-գերմանական լարվածությունը չի թույլատնում, հիշեցնենք հայոց ցեղասպանություն ճանաչող Բունդեստագի որոշումից հետո Անկարան արգելեց գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիկի ռազմաբազա։ Բերլինն էլ ամեն հարմար առիթի դեպքում Թուրքիան հիշեցնում է իր տեղը։
Գերմանիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկիր դեմ է արտահայտվել 2018-ին Դաշինքի գագաթնաժողովը Ստամբուլում անցկացնելու նախագահ Էրդողանի առաջարկին։ Պետությունները պատճառաբանում են, որ առաջարկն ընդունելով տպավորություն կստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում է Էրդողանի ներքին քաղաքականությունը։ Բունդեստագը պատրաստվում է քննարկել Ինջիրլիկ ռազմաբազայից գերմանացի զինծառայողների դուրսբերման հարցը։ 70% ջրի խնայողություն, մինչև 50% բերքատվության աճ, ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող հողերը կաթիլային եղանակով ոռոգելու համար հողօգտագործողներին պետությունը կսուբսիդավորի։ Ֆերմերների հետ նախագիծը քննարկվել է գյուղնախարարը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար վարկերի տոկոսադրույքների մի մասը կմարի պետությունը, գյուղացուն կտրամադրվի մինչև 3%-ով վարկ 3-ից 5 տարի ժամկետով։ Արցախում առաջին անգամ ներդրվել ու փորձարկվել է ոռոգման կաթիլային համակարգը, մեր երկրորդ պետության վարելահողերի առայժմ միայն 7%-ն է այդպես ոռոգվում։ Պետություն մասնավոր գործակցության բանաձևում առաջին ունի ֆինանսական 50% մասնակցություն։ Ջուրը կաթիլ խնայել, կաթեցնել ու լավ բերք ապահովել։ Ջրախնայողական տեխնոլոգիան Արցախ էլ հասավ։ Նոր համակարգից օգտվել ցանկացողները քիչ չէին, 400 մենատնտես արձագանքեց։ Այս համակարգը շատ առավելություն է ունեցել, բարձրացնում է բերքատվությունը, ժամանակին շատ շուտ կար ժամանակում հնարավոր է այգին ջրել։ Սարմենը սեփական փորձից գիտի ջուրը այնքան է խնայվում, որ դրա հաշվին նոր այգիներ ստեղծելու ցանկություն է առաջանում։ Այն, որ կատ-կատ հող մշակելը լավագույն տարբերակն է, Արցախն էլ հարմար գոտի, եկել տեսել ու հավաստիացել են նաև ոռոգման այդ մեթոդի կնքահայրերը, իսրայելցի մասնագետները։ Գյուղատնտեսության փոխնախարարը հավաստիացնում է, կաթիլային համակարգով Արցախի բոլոր անմշակ հողերը կվերակենդանանան։ Ունենք մոտ 20 բավարարված հայտեր, որոնց նախագծերը արդեն կազմված են, գարնանացանից հետո արդեն կտրամադրվի ֆերմերներին ըստ նախագծի, որպեսզի իրանք կարողանան շինարարական աշխատանքներ իրականացնել։ Համակարգը հեռակառավարվող է, ֆերմերը նույնիսկ տանը նստած կարող է գործարկել համակարգի ուղեղը, համակարգի առավելություններով հպարտանում է ոռոգման մասնագետը։ Ու ամենակարևորը, որ մեր հայկական արտադրությունն է կիլիկիա լոգոյով սիրահայերն է սարքում։ Որպեսզի ջուրը խնայողությամբ օգտագործվի, բերքն էլ առատ լինի, պետությունը 50%-ով իր վրա է վերցնում կաթիլային համակարգով հողագործությամբ զբաղվողների ծախսը։ Ոռոգման արդիական ու արդյունավետ այս տարբերակը արցախցի հողագործների համար վարակիչ դարձնելու ծրագրին բյուջեից կուղղվի 250 միլիոն դրամ։ Լիլի Դանելյան, Մերի Դավթյան, օրակարգ։ Շահանի անդրադառնանք արդեն օրվա խորհրդին այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, առավոտից մեկնարկած տոնական միջոցառումներ մինչև այս պահն էլ շարունակվում են եւ Երևանում կավարտվեն երեկոյան 11-ին շքեղ հրավառությամբ։ Այսօր երեխաների առջև բացվել են ազգային ժողովի դարպասները, իսկ սահմանամերձ գյուղերի մանուկները ուրախոր են անցկացրել Սիրահարների այգում։ Հանրայինը եւս ուրախ տոն է պարգևել մեր փոքրիկներին։ Խորհրդարանի բակում մանկության տոն է, ազգային ժողովը փոքրիկներին է հյուրընկալել։ Բոլոր մանուկները ուրախներ են։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր այսպես լավ օր է եղավ իմ համար։ Ես ցանկանում եմ, որ բոլոր երեխաներն առողջ լինեն։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ թորնիկների հետ է այստեղ։ Պարոն Բաբլոյան, քանի թորնիկ։ 4։ Որին եք ավելի շատ։ Բոլորին։ Հավասար, դες բան չկա։ Այո, այստեղ են միասին։ Որ բաբիկին ես ավելի շատ։ Արա բաբլոյան։ Կյանքս կտամ հայրենիքիս։ Զինվորական նվագախմբի երաժիշտ հորը կրկնելով Ազատն էլ զինվորական երգ է երգում։ Պաշտպանության նախարարության բակում զինվորականների երեխաներն ու թոռներն են։ Փոքրիկները կավճանկարներ են անում գետնին, լսում երգեր հայրենիքի մասին։ Հունիս 1-յան տոնին ազգ բանակ ցուցահանդեսի հաղթողները պարգևներ ստացան։ Տարբեր դպրոցների աշակերտներ ցուցահանդեսի օրերին մասնակցել էին ազգ բանակ թեմայով մրցումների։ Մասնակիցների մեջ առանձնանում են եւ երբեմն առավել լավ արդյունքներ են ցույց տալիս մեր աղջիկները։ Առաջին ալիքի բակը նկարահանման հրապարակ շփտացող փոքրիկներով, նրանք ապարել, ուրախացել են ու պաղպաղակ կերել։ Լոգոներով իրենց հեռուստաաշտարակն են կառուցել, քիմիական աճպարարությամբ զարմացրել իրար։ Մի հատ ապաստարան ունենք, երբ կրակում ենք գնում ենք այնտեղ։
Սիրահարների այգում սահմանի փոքրիկներն են։ Տավուշցի երեխաները իրենց ձեռքի աշխատանքներն են բերել երևանցի տարեկիցների համար, նաև Պահապան հիմնադրամն է այստեղ։ Պահապան հիմնադրամը որոշել է մոտակա 2 տարվա մեջ կառուցել 15 թաքստոց երեխաների համար, որոնք կլինեն դպրոցների և մանկապարտեզների մեջ։ Սահմանի փոքրիկները երազանք ունեն, պատմում են այդ մասին, Կավիճով էլ պատերին գրում։ Դա ինչ է ասենց արեք նկարում։ Որ միշտ խաղաղություն լինի։ Վոլոդիա Հովսեփյան, Սիրանուշ Մուրադյան, Արտակ Գևորգյան և Հովհաննես Քյոսեյան, օրակարգ։ Պաշտպանել երեխաներին կրակոցներից մանկական ամենաամբասիր ցանկության հեղինակը Կոթիից է։ Երեխաներին հաճելի անակնկալ է մատուցել Արարատ բանկը, որին այս տարի տոնական երթուղին հասցրել է սահման։ Մանկության տոն նաև սահմանամերձ Կոթիում։ Երեխաները երկու պարով էին լցրել գյուղի միակ խաղահրապարակը։ Հունիս 1-յան հանդեսում նախ ամենակարևորի մասին։ Ամենաժպտերեսներից այս տղան գիտի, թե ինչից պիտի պաշտպանել երեխաներին։ Երեխաները պետք է պաշտպանել կրակոցներից։ Սովորական թե տոն օրերին փոքրիկ Աբրահամը չի կորցնում զգոնությունը, եթե հանկարծ կրակոց հնչի։ Տանից չդուրս կոստեի դրանը չման գա թաքնվել։ Իսկ գյուղի ամենափոքրերի մանկապարտեզի սաների հունիս 1-յան հանդեսին Արարատ բանկի ներկայացուցիչները հյուր եկան, ոչ դատարկ ձեռքով։ Նվերներ ստացան բոլոր 40 երեխաները և մանկապարտեզը։ Մայրաքաղաքում երեխաների հետ տոնելու ավանդույթը Արարատ բանկը այս անգամ շարունակեց սահմանամերձ գյուղում։ Մեր հայրենիքը իմ գնահատականով սկսվում է Կոթիից, մեր սահմանամերձ գյուղերից։ Ինչպիսի մենք երեխաներ ունենանք, ինչպիսի ցանկություններ ունենանք, դա ունենա ազդեցություն մեր երկրի ապագայի վրա։ Կոթեցիներն ասում են, իրենց սահմանին ապրեցնողը, ոգևորողը նախ երեխաներն են։ Այս երեխաներին նայելով ակամայից ապագայի նկատմամբ քու հույսը էլ ավելի ուժեղանում։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։ Մանուկներին ուղղված մաղթանքների շարքը սովորաբար գլխավորում է առողջության ցանկությունը։ Մուրացյան համալսարանական համալիրում այսօր մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունք է բացվել այն դրամական պարգևով, որ 5 հայտնի բժիշկները որպես մրցանակ ստացան հանրապետության նախագահից։ Հատվածը, որ մենք հիմա կմտնենք, սա նորածնային ինտենսիվ թերապիա և վերակենդանացման կլինիկան է, սա հանդիսանում է հանրապետական կենտրոն, այստեղ մենք ունենք նախատեսված է 17 մահճակալի համար, բայց սովորաբար ունենում ենք 25, 26, 27 նորածի։ Հրանտ Կալենտերյանը և նրա 4 գործընկերները նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացումը Հայաստանում աշխատության համար հանրապետության նախագահի մրցանակի էին արժանացել դեռևս 2015-ին։ Դրամական պարգևով բժիշկները որոշեցին վերակառուցել հիվանդանոցը։ Գաղափարին միացան անհատներ ու կազմակերպություններ։ Այսօր դուք ներկա եք մի լուրջ ծառայության բացմանը, որը որ ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար եւ նաեւ իրեն աշխատանքներով նպաստում է մանկական մահացության իջեցմանը ամբողջ հանրապետությունում։ Վերակառուցման արդյունքում մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքը հնարավորություն կունենա առավել շատ փոքրիկների բուժօգնություն տրամադրել։ Շուրջ 1000 երեխա է անցնում այս վերակենդանացման բաժանմունքով եւ ի պատիվ մեր բժիշկների, որոնց ուզում եմ առանձնահատուկ այսօր շնորհավորեմ, հնարավորություն է ընձեռվել 90-ից ավել տոկոս դեպքերում այս երեխաներին վերադարձնել կյանքի։ Մոտ 30 միլիոն դրամ արժեցած վերակառուցման ու վերազինման արդյունքում կլինիկան ստացել է ևս 2 ռեանոմոբիլ, ինչը հնարավորություն է տալիս սպասարկել ամբողջ հանրապետությանը։ Հայկ Հովհաննիսյան, Վաչական Պետրոսյան, օրակարգ։ Եվ դարձյալ առողջության մասին, եթե բոլոր հաղորդաշարի այսօրվա ձևաչափը մի փոքր այլ էր։ Տոնական համերգային թողարկումը նպատակ ուներ հանգանակությունների միջոցով գումար հավաքագրել, օգնելու այն երեխաներին, որոնց պատմություններին ծրագիրը կանդրադառնա սեպտեմբերին նոր եթերաշրջանում։ Երեխաներին օգնելու եւ նրանց երազանքն իրականացնելու գործում իրենց մասնակցություն են ունեցել հայաստանյան մի շարք կազմակերպություններ, այդ թվում Հայ-Էկոնոմ-բանկը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Շարմ հոլդինգը, Ռոստելեկոմը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, SAS գրուպը, Արչին բանկը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Յուկոմը, ՎՏԲ Հայաստան բանկը եւ Veolia ջուր ընկերությունը։ Երեխաներին օգնելու համար 7000 համարին անհրաժեշտ է ուղարկել լատինատառ A տառը կամ զանգահարել 09000 7000 հեռախոսահամարին։ Մեկ SMS-ի եւ մեկ զանգի արժեքը 500 դրամ է ներառյալ ԱԱՀ-ն։ Զանգել եւ SMS-ներ կարող եք ուղարկել անսահմանափակ
քանակությամբ, գումար կարող եք փոխանցել նաև էկրանին նշված հաշվեհամարներին։ Հեռավոր Բուրունդիում, Ռուանդայում եւ Կոնգոյում մանուկների փրկությունը կյանքի նպատակ դարձրած Մարգարիտ Բարանկիցեն օրակարգ հարցազրույցում բացառիկ մանրամասներ է պատմել իր բռնած ճանապարհի դժվարությունների եւ երբեք չընկրկելու հաստատակամության մասին։ Ավրորա ամրցանակի առաջին դափրեկրի հետ հարցազրույցը դիտեք մեր այս թողարկումից անմիջապես հետո։ Այսօրվանից հեպատիտ C-ով հիվանդներն անվճար կստանան երկար սպասված հակավիրուսային Սովալդի դեղամիջոցը։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցված 1000 հիվանդները առաջին ամսվա բուժման համար կստանան 1 սրվակ։ Բուժման արդյունքով պայմանավորված հիվանդներին կտրամադրվի նաև Սովալդի երկրորդ եւ երրորդ խմբականակը։ Ըստ մասնագետների փորձը ցույց է տվել, որ թանկարժեք հակավիրուսային դեղամիջոցը երկրորդ սրվակից էլ է դրական արդյունք տալիս։ Սա այն դեղամիջոցն է, որի ճիշտ եւ հաշվարկված օգտագործված դեպքում մոտ 90-92% մենք ունենում ենք արդյունավետություն, այսինքն վիրուսը ընդհանրապես վերանում է օրգանիզմից, հեպատիտ C-ի վիրուսը։ Նրանք երազում են նորաձևության համաշխարհային մայրաքաղաքներում ցուցադրությունների մասին, չնայած ոլորտում առաջին քայլերն են անում։ Մանկավարժականի մոդելավորող շրջանավարտները դիպլոմային աշխատանքն են հանձնել, պոդիում հանելով իրենց մտքի թռիչքն ու ձեռքի շնորհքը։ Որպեսզի հագուստ մոդելավորողների մտահղացումները պոդիումից իջնելուց հետո չփոշոտվեն պահարանում, հարկավոր է լավ կրթություն ստանալ։ Այս տեսակետն անվիճելի է դիզայներ կրթող մասնագետների համար։ Կրթությունից սկսվելու է ամեն ինչ, այսինքն երբ կրթված ունենանք մասնագետներ, ինֆորմացված, կարծում եմ կարողանանք հասնենք դրան, որ նաև կարողանան հասարակությանը ճաշակ հրադրել։ Մանկավարժական համալսարանի հագուստի մոդելավորման բաժնի ավարտական կուրսի 25 ուսանող ներկայացրեց դիպլոմային աշխատանք, պոդիումի վրա բազմազանություններ։ Եթե վերցնենք մոդելավորում մասնագիտությունը զարգանում է, ապա մեզ անպայման պետք է սեփական տեքստիլ արտադրել։ Դիպլոմային աշխատանքների ցուցադրությունը միջոց է ուսանողներին ներկայացնել հագուստ արտադրողների ու մոդելավորողների։ Ուսանողներից ոմանք սակայն նախընտրում են մանկավարժական կարիերան։ Կարծում եմ, որ պետքա բոլորս լավ դասատու դառնանք երեխաների մեր ապագայի համար։ Ազգայինից մինչև աֆրիկյան մոտիվներ, մոդեռն, աբստրակտ ու ավանդական շտրիխները կանացի, տղամարդու եւ մանկական հագուստի վրա են։ Գնահատվում է ինքնատիպ մտածողությունը։ Լիանա Կարապետյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։ Հայկական էստրադայի աստղաբույլն այսօր խոստացված անակնկալն է մատուցել Շանսոնի մեծ վարպետին օպերայի թատրոնում համերգին ներկա են եղել նախագահ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը։ Քեզ համար ազնավուր համերգը այս պահին դեռ շարունակվում է։ Մաեստրոյի ծննդյան տարեդարձին նվիրված համերգին ընդառաջ Նունե Ալեքսանյանն է զրուցել կազմակերպիչների եւ անակնկալը մատուցող արտիստների հետ։ Երևանում ազնավուրն այսքան անսովոր ու բազմաձայն երբևէ չի հնչել։ Օպերայի եւ էստրադայի 29 արտիստներ քեզ համար ազնավուր համերգային նախագծում օպերային հնչողության եւ շանսոնի առանձնահատուկ համադրությամբ որակապես նոր ազնավուր են երգում։ Մշակույթի նախարարության նախաձեռնությունն է եւ տարեդարձի նվեր ազնավուրին։ Ազնավուրի երգերը հավերժում են մեր իրականության մեջ եւ շարունակելու են հավերժել։ Իմ կյանքում ուր եղել է միայն ցուրտ անձրևություն, երազում եմ թողնել ամեն բան, գնալ այդ հեռուն։ Պերճ Թուրաբյանը հենց իր թարգմանած երգն է կատարելու։ Ազնավուրի գործերը թարգմանելիս միշտ կարևորել է, որ դրանք երգեցիկ լինեն։ 70-ական թվականներին այստեղ եղան թարգմանություններ, որոնք մարդիկ արտասանում էին, երգեցիկ չէր դա։ Եվ պարզապես ես թարգմանեցի իրեն, որպեսզի դառնա նաև երգեցիկ։ Ազնավուրին նվիրված մոնոներկայացումից 2 տարի անց Հայկ Պետրոսյանն այս նախագծին մասնակցում է մետրի 3 երգերով։ Նաև փարիզյան մանրապատումներն ու էկրանային մեկնաբանություններն է ներկայացնում։ Շատ մեծ դեր ունի Ազնավուրի իմ կյանքում, թե որպես արվեստի գործիչ նրանց սովորելու համար, թե որպես կյանքի ուսուցիչ։ Ֆիլարմոնիկի ղեկավարը փորձում է զսպել նվագախմբի հզոր հնչողությունն ու ավելի կամերային հնչեցնել զուգերգերը։ Իր նման անել, թե ընդհակառակը իրենից մի քիչ շեղվել, մինչև հիմա այդ հարցը պարզ չի ինձ համար։ Ամենայն դեպս օպերային երգիչներին խնդրված է, որ շատ օպերային չերգեն։ Բոլորն ազնավուր են երգում, բայց դահլիճի հիշողության մեջ հենց նրա կատարումներն են։ Թավշե ցածր ձայնով ու առ այսօր
գերազանցված։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Այսքանում մեր օրակարգը սպառվեց։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։